Գերագույն խորհրդի որոշումը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների եւ ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական իրավական հասարակարգ, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Դովաղի միջնակարգ դպրոցը և Բերթավանի միջնակարգ դպրոցը ներկայացնում են անկախության պատմությունը սերունդների հիշողության մեջ։ 1988 թվականին Արցախյան շարժման մեկնարկից հետո նոյեմբերյանի շրջանը ևս ակտիվորեն ներգրավվեց համազգային գործընթացներին։ Շրջանի բնակիչները մասնակցում էին հանրահավաքներին, աջակցում էին Արցախի հայությանը և հանդես էին գալիս ազգային ինքնորոշման ու անկախության գաղափարների պաշտպանությամբ։ 1990-1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը թուլանում էր, նոյեմբերյանի բնակչությունը ակտիվ մասնակցեց Հայաստանի անկախացման գործընթացին։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեին շրջանի բնակիչները մեծամասամբ կողմ քվեարկեցին Հայաստանի Հանրապետության անկախությանը։ Անկախության առաջին տարիներին շրջանը կանգնած էր բազմաթիվ մարտահրավերների առաջ՝ սահմանային բախումներ, տնտեսական դժվարություններ, էներգետիկ ճգնաժամ, սակայն բնակչությունը շարունակեց ապրել ու աշխատել հայրենի բնակավայրում, նպաստելով նորանկախ Հայաստանի կայացմանը։ Պաշտոնական փաստաթղթերից հետո մենք անցանք տեղական մամուլի ուսումնասիրությանը։ Այդ տարիներին նոյեմբերյանում տպագրվող «Ծիածան» դարձավ մեր հիմնական ուղեցույցը՝ հասկանալու ժամանակի շունչն ու տեղական անցուդարձը։ Ինչ սպասումներ ունեք անկախությունից 1990-ականների սկզբին, որքանով են դրանք արդարացել տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր ազգի համար, յուրաքանչյուր ժողովրդի համար անկախությունը ամենակարևոր բանն է, ամենակարևոր ձեռքբերումն է, եւ այն ժողովուրդները, ովքեր ճիշտ են օգտագործում, կարողանում են լավ են աշխատում, լավ են կառավարում, կարողանում են ունենալ լավ պետություն։ Այսինքն ինքը անկախությունը միայն բան չի, էլի, այսպես շնորհ չի, դա նաև պարտականություն է, որ պետքա տվյալ երկրի բնակիչները լավ աշխատեն, որպեսզի արժանի լինեն այդ անկախությանը։ Ինձ համար անկախությունը ամենակարևոր արժեքն է, եւ եթե մի ժողովուրդ չունի անկախություն, ինքը պետքա մտածի միայն մեկ բանի մասին՝ ունենալ անկախություն։ Որպես լրագրող, ըստ ձեզ, որոնք էին անկախության առաջին տարիների ամենամեծ դժվարությունները, որոնք մնացել են կադրից դուրս կամ դասագրքերում չեն գրվում։ Չգիտեմ ինչ չի գրվել դասագրքերում, բայց իհարկե ամենադժվարը նա էր, որ երբ որ մենք անկախացանք Խորհրդային Միությունից, մեր կապերը կտրվեցին, մեր տնտեսական կապերը կտրվեցին, եւ Հայաստանը հայտնվեց մի նոր իրավիճակում, բավականին դժվար իրավիճակում։ Իհարկե այդ կապերը սկսեցին նորից վերականգնվել, այսինքն տնտեսությունն էր ամենադժվար բանը, շրջափակումը երկրորդը, որ պատերազմի պատճառով, երրորդը պատերազմը, շատ բաներ կային, որ անսովոր էին, որովհետև մենք 70 տարի ապրել ենք Սովետական Միության կազմում, մի պետություն էր եւ նույնիսկ չգիտեինք ինչ է այդ անկախությունը, շատ դժվար բաներ կային եւ ժամանակի ընթացքում մեր սխալների վրա սովորելով առաջ գնացինք։ Խոջոյան, կխնդրենք պատասխանեք հետևյալ հարցերին։ Ինչ է անկախությունը ձեր ընկալմամբ։
Անկախությունը բոլոր ժողովուրդների ձգտումն է եղել դարեր շարունակ եւ շատ ուրախ եմ, որ Հայաստանը այսօր անկախ պետություն է։ Ուղղակի ցավալին այն է, որ այսօր էլ ժողովրդի շրջանում դեռևս այդ ընկալումը չկա, որ անկախությունը բարիք է, որը պահանջում է շատ ծանր մշտական աշխատանք, որպեսզի մենք կարողանանք քաղել եւ դրա բարիքները։ Ինչպես փոխվեց մարդկանց կենցաղն ու մտածելակերպը խորհրդային տարիների համեմատ։ Իհարկե միշտ կա այն կարծիքը, որ խորհրդային տարիները եղել են կոմունիզմի ժամանակաշրջան, որ մարդիկ ապրել են շատ բարեկեցիկ, հնարավորություններ են ունեցել, իսկ անկախությունը բերել է ուրիշ բան։ Բայց իրականությունը այն է, որ անկախությունը բերեց նաև նոր մտածողություն, մարդը պետք է նաև աշխատացնի իր ուղեղը, իր ձեռքերը, իր միտքը, որպեսզի կարողանա ստեղծել լավ կյանք։ Բարեկեցիկ կյանք ստեղծելու համար դրանք անհրաժեշտ պայման դարձան։ Հիմա շատ բան է փոխվել անկախությունից հետո եւ մտածելակերպի ասպարեզում, որովհետեւ արդեն այսօր շատ մարդիկ են մտածում, որ բանան իրենց բնակավայրում, իրենց հայրենիքում եւ որևէ գործ ձեռնարկեն, իսկ փոփոխությունները ակնհայտ են նաեւ կենցաղի առումով, այսօր ասենք Բերթավանը մանավանդ միշտ ունեցել է ջրի խնդիր, օրինակ անկախության տարիներին մշտական ջուր ունենք, գազ ունենք, էլեկտրաէներգիա ունենք, քաղաքային կենցաղով կարելի է ասել ապրում ենք, մանավանդ եթե գումարենք նաև այն, որ շատ գյուղացիներ իրենց հողերը չեն մշակում, համարյա քաղաքային կյանքով են ապրում, օգտվում են քաղաքային կյանքի բոլոր հնարավորություններից, աշխուժացել է մշակութային կյանքը։ Գնահատում էին իսկապես այն իրողությունը, որ փառքեւ շատ Աստված մենք ունեցանք մեր անկախ պետությունը եւ աշխարհի բոլոր անկախ պետների կողքին ավելացավ եւս մեկը Հայաստանի Հանրապետությունը եւ դա հպարտության շատ մեծ զգացում էր մեր շրջապատում դպրոց նույնպես Ինչ զգացումներ ունեիք անկախությունից 1990-ականների սկզբին, որքանով են դրանք արդարացել տարիների ընթացքում։ Իհարկե սպասումները շատ մեծ են։ Այսօր էլ են մեծ։ Բնական է, որ այս հարաբերփոխ աշխարհում եւ ամեն օր կատարվում են դաժան իրողություններ, դաժան փոփոխություններ, այնինչ որ երազում էինք, հնարավոր չէր որ ամբողջովին կատարվի։ Բայց մենք ունենք մեկ շատ լուրջ ձեռքբերում, անկախություն։ Այսօր դուք մեր երիտասարդ սերունդը մեծանում եք մի այնպիսի ազատ անկախ հայրենիքում, որ երբևիցե դարեր շարունակ հայ երեխան պատկերացնել չէր կարող, հայ ծնողը, հայ մարդը, հայ մայրը պատկերացնել չէր կարող։ Եվ ամենամեծ ձեռքբերումը, այո, հենց այդ անկախությունն է, այդ ազատ անկախ երկրում ապրելու գերագույն հաճույքը։ Դրանից դուրս այլ բան պատկերացնել հնարավոր չէ։ Իսկ դժվարությունները բոլոր պետություններում կան։ Ասեմ ձեզ, որ անկախ լինել չի նշանակում, որ լինել ազատ այնքան, որ ինչ ցանկանաս այն էլ անես։ Դա չի նշանակում, որ պետք է, եթե դու ազատ ես, ուրեմն մյուսի ազատություն չպետք է սահմանափակես։ Բայց դու պետք է քաջ գիտակցես, որ դա պետք է պահպանվի։ Ինչպիսին էր մթնոլորտը ձեր շրջապատում կամ գյուղում այդ օրերին։ Ուրեմն էլի նույնն էր 90 թվականին, երբ որ անկախության հռչակագիրն էր ընդունվում, շատ լուրջ մտահոգություններ կային, որ ռուսները Մոսկվան ավելի ճիշտ ինչպես կարձագանքի, այսինքն միանշանակ չէր, որ բոլորը այդպես շատ ուրախ էին, շատ երջանիկ էին, այդպես չի։ Հիմա է այդպես ներկայացվում, բայց ժամանակին այդպես չէր։ Իսկ արդեն 91 թվականի, երբ որ արդեն անկախության հանրաքվեն էր արդեն ընդունվում, սեպտեմբերի 21-ին, այդ ժամանակ արդեն կարելի ասել սովետական միությունը դեռ կար, բայց համարյա փլուզված էր։ Եվ արդեն մարդիկ ավելի բան էին, ավելի քիչ մտահոգություններ ունեին, բոլորը տեսնում էին, որ արդեն անկախության գնալը ճիշտ է։ Մանավանդ, որ արդեն Լատվիա, Լիտվա, Էստոնիան
արդեն հռչակել են իրենց անկախությունը, Վրաստանը մեր հարևան հռչակել էր իր անկախությունը, այսինքն էլ մենք մենակ չէինք եւ այդ ժամանակ արդեն շատ ավելի բաներ, շատ ավելի մտահոգությունները շատ ավելի քիչ էին։ Մարդիկ ինչի մասին էին ամենաշատը խոսում։ Ամենաշատը խոսում էին ոնց ենք ապրելու առանց Ռուսաստանի։ Այսինքն բոլոր խոսակցություններն են մասին էին, բա առանց ռուսների մենք ոնց կարող ենք ապրել։ Բայց այդ խոսակցությունների կողքին ուրիշ խոսակցություններ էլ կար։ Օրինակ, մենք մեր ջերմուկը կծախենք ու շատ լավ էլ կապրենք։ Եվ այդ նույնիսկ այդ ժամանակ արդեն մի քիչ ծաղրանքի էր վերածվել, որ հայերը ուզում են ջերմուկով իրանք ջերմուկը վաճառելով ապրել։ Եվ կյանքը ցույց տվեց, որ ջերմուկով վաճառելով չես կարող դու ապրել։ Բաներ շատ տարբեր էին մարդիկ։ Այսինքն նրանք, ովքեր կոմունիստական կուսակցության մեջ էին հատկապես, նրանք չէին ուզում լսել անկախության մասին, որովհետև նրանք ապրել էին, մենք բոլորս ապրել ենք մի հասարակարգում 70 տարի եւ դժվար էր մտածել անկախության մասին։ Բայց նաեւ կային շրջանակներ, որոնք շատ լուրջ էին դրել անկախության հարցը, շատ ուրախ էին, ընդհանուր առմամբ շատ տարբեր խոսակցություններ կային այդ օրերին։ Անկախությունը բացարձակ արժեք է, անկախության մասին ինչպես կարելի է հարց տալ։ Դա նույնն է ոնց որ ասես, ինչ կարծեք ես ծնողիդ մասին։ Անկախությունը բացարձակ արժեք է, անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է անկախությունը։ Ամեն ինչի հավաքականությունն է անկախությունը։ Իհարկե, հեշտ չեղավ վայել այդ անկախությունը, հեշտ չեղավ հաստատել այդ անկախությունը և դեռ հեշտ չի լինելու մենակ իսկական անկախություն։ Եվ ցավալի կլիներ, եթե մենք հարամ ձեռք բերած հաղթանակները նվաճումների տնտեսական դաշտում չկարողանանք ամրապնդել։ Այդ նույնքան միասնականություն է պետք նաև տնտեսական դաշտում, նույնքան միասնականություն է պետք նաև հոգևոր բարոյական դաշտում։ Մենք կորցրել ենք միմյանց նկատմամբ հավատը, հաճախ նաև քիչ հաճախ, բայց նաև հարգանքը։ Պիտի վերականգնել այդ հավատը, պիտի վերականգնել այդ հարգանքը եւ պիտի միասին